մեր հիմնական մարզաձևերից ընդունել ենք Եվրոպայի առաջնությունը, հաջորդ տարի ընդունում ենք ծանրամարտի աշխարհի առաջնությունը, ֆրանկոֆոն խաղեր ունենք, եթե ինչ-որ բան բաց եմ թողում ներողություն, արդյոք բանակցություններ տարվում են այլ մարզաձևերից եւս միջազգային մրցաշարեր Երևանում անցկացնելու ուղղությամբ։ Բնականաբար եւ բոլոր այսպիսի աշխատանքները մեզ օգնում են, որպեսզի մենք ավելի վստահ հայտեր ներկայացնենք եւ այլ մարզաձևերի եւ նույն մարզաձևերի այլ առաջնությունների անցկացմանը եւ այդ իմաստով, երբ որ հատկապես մեկ անգամ ձևավորում ենք անհրաժեշտ ենթակառուցվածքը, ապա հաջորդող առաջնությունների կազմակերպումը լինում է շատ ավելի դյուրին այդ իմաստով։ Եվ հրաձգության առաջնության կազմակերպումն էլ մեզ համար շատ կարևոր փորձառություն էր, որովհետև ինչպես նշեցի, բազմաթիվ նյուանսներ կային, նույն զենքերի ներմուծման, անհրաժեշտ թույլատվական փաստաթղթերի ընթացակարգերի կազմակերպման եւ բնականաբար սա նաեւ ձևավորում է հնարավորություններ հետագայում նույնպես դիմելու եւ կազմակերպելու արդեն ունենալով այս փորձը։ Հաջորդ տարին այո մեզ համար շատ կարևոր է լինելու աշխարհի ծանրամարտի առաջնությունը կազմակերպելու ենք ելնելով արդեն Եվրոպայի առաջնության փորձի վրա եւ սա էլ մեզ համար շատ կարևոր ու շատ իսկապես ուսանելի փորձ էր։ Բացի դրանից պետք է հիշեցնեմ, որ մենք հաջորդ տարի հյուրընկալում ենք նաեւ սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը եւ շատ լրջորեն պատրաստվում ենք։ Այստեղ նույնպես արդեն ձևավորված է միջգերատեսչական հանձնաժողովը, պետք է ձեզ հիշեցնեմ, որ մոտակայքում ընթանում է Ալբերտ Ազարյանի նոր մարզադպրոցի շինարարությունը, որը պետք է ավարտենք այս տարի եւ որտեղ պետք է նաեւ առաջնության մարզումային հատվածը ձևավորվի, մեծ ծավալի գույք պետք է ձեռք բերվի, որը վստահաբար կարող է օգտագործվել նաեւ մարմնամարզության այլ միջազգային մրցաշարեր եւ առաջնություններ հյուրընկալելու համար։ Ֆրանկոֆոնիայի խաղերը մեզ համար շատ կարևոր են, հատկապես ատլետիկական մարզաձևը նկատի ունենալով մենք ամբողջական նոր ենթակառուցվածք պիտի ձևավորենք, որը էլի վստահաբար կօգտագործենք նաև հետագայում այլ մրցաշարեր հյուրընկալելու, ու այդ տեսանկյունից իսկապես բավականին լավ փորձ ենք ձևավորում, որը թե ենթակառուցվածքների իմաստով, թե կազմակերպչական իմաստով մեր երկիրը դարձնում է սպորտային քարտեզի վրա տեսանելի, ու ես ուրախ եմ, որ վերջի մի քանի տարում մեր անցկացրած բոլոր մրցաշարերի կազմակերպման մակարդակի ու որակի մասին էլ մեր միջազգային գործընկերները շատ բարձր են արտահայտվում։ Պետք է հիշեցնեմ, որ անցյալ տարի խաղային մարզաձևերից կազմակերպեցինք տարբեր առաջնություններ՝ բասկետբոլ, վոլեյբոլ, տափողակով հոկեյ, ու սա նշանակում է, որ շատ բազմազան է մեր օրակարգը։ Հաջորդ տարի նաև կարատեից կունենանք մրցաշար եւ պլաններում գնալով ավելի զարգացող եւ ավելի բազմազան ձևաչափեր են։ Տիկին Անդրեասյան, շարունակելով ձեր խոսքը, ատլետիկայի վերաբերյալ Երևանը ցավոք սրտի ունի հիմնական լինելով մայրաքաղաք եւ լինելով այն հիմնական կետը, որտեղից որ պետք է սկսվի, ատլետիկան ունի նման պայմաններ, սպարտակներ, գիտեք, արդեն ինչ որ անհասկանալի իրավիճակում է, իրավաբանական, արդյոք ֆրանկոֆոն խաղերին ուղղված այդ միջոցները եւ նաեւ, չգիտեմ, մարզագույքը, որ ձեռք կբերվի, կլինի Երևանի համար նաեւ։ Մենք այդ ուղղությամբ ենք աշխատում։ Այո, դուք ճիշտ եք, բազմաթիվ հարցեր կան այդ թվում իրավական բնույթի։ Հիմա քաղաքաշինության կոմիտեի մեր գործընկերները համապատասխան ուսումնասիրություններ են իրականացնում, որոնք մարտի ընթացքում պարզ կդարձնեն մեր հետագա անելիքը, բայց մեր պլանները շատ հստակ են, մենք պետք է այդ ենթակառուցվածքը ձևավորենք եւ խոսքը Երևանի մասին է։